Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ժամեր անց Երևանը կդառնա միջազգային քաղաքական կարևոր հանդիպման կենտրոն, ինչ օրակարգով են Երևան գալիս եվրոպացի առաջնորդները եւ ինչ քննարկումներ են սպասվում։ Խաղաղության օրակարգի ֆոնին նորից ակտիվացել են խոսակցությունները Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին, ինչու է այս թեման դարձել քաղաքական հակադրությունների թեմա եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Հայաստանում շարունակվում են բարձրանալ առաջին անհրաժեշտության ապրանքների գները, քաղաքացիների հաշվարկները խառնվում են, փողը չի հերիքում։ Ինչու է շուկան այսքան անկայուն եւ ինչ լուծումներ են առաջարկվում։ Հնդկական Գոմեշի նոր խմբականակ, ինչով են պայմանավորված Սամվել Ալեքսանյանին տրվող արտոնությունները։ Իրան-ԱՄՆ լարվածությունը չի թուլանում, ինչի շուրջ են հակասությունները։ Մի քանի ժամից Երևանը դառնալու է հարթակ, որտեղ հավաքվելու են եվրոպական քաղաքական համայնքի բազմաթիվ առաջնորդներ, մասնակցելու թվով 8-րդ գագաթնաժողովին։ Պարզ ասած, սա այն հանդիպումներից է, որտեղ Եվրոպայի տարբեր երկրներ փորձում են քննարկել ընդհանուր անվտանգային, էներգետիկ ու քաղաքական հարցեր առանց պարտադիր պայմանագրերի, բայց կարևոր քաղաքական ուղերձներով։ Նախորդ գագաթնաժողովը կարևոր ազդակներ են փոխանցել նաև մեր տարածաշրջանին։ Դրանք հիշատակվում են տարածաշրջանի համար շրջադարձային պահերով։ 2022 թվականին Պրահայում հենց նույն ձևաչափով հանդիպմանը Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ինչ է իրենից ներկայացնում այս ձևաչափը, ովքեր են մասնակցում եւ ինչ ակնկալիքներ կան Երևանից, ռեպորտաժում։ Հաշված ժամերից Երևանը հյուրընկալելու է եվրոպական քաղաքական համայնքին։ Ինչ գագաթնաժողով է, ովքեր են գալու, ինչ հարցեր են քննարկում նման հավաքներին եւ ինչ ուղերձներ փոխանցում։ Գագաթնաժողովը խորհրդանշական կարևորություն ունի Հայաստանի եւ Արցախի համար։ 2022-ի հոկտեմբերին Պրահայում գումարված առաջին գագաթնաժողովի ժամանակ էր, որ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Քառակողմ Փաշինյան, Ալիև, Մակրոն, Միշել հանդիպմանը որոշվեց Արցախի ճակատագիրը։ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումից 2 ամիս անց սկսվեց շրջափակումը։ Գագաթնաժողովի հիմնական նպատակներից է անվտանգային հարցերի քննարկումը, եվրոպական երկրների միջև քաղաքական համագործակցությանը նպաստող քայլերը, էներգետիկայի, միգրացիային վերաբերող հարցերի քննարկումը։ Նաև հարթակ են ստեղծում այն երկրների համար, որոնք Եվրամիության անդամ չեն։ Գագաթնաժողովները սովորաբար անցկացվում են տարին 2 անգամ, Գառնանը ոչ ԵՄ անդամ, Աշնանը ԵՄ անդամ երկրներում։ Առաջին գագաթնաժողովին Պրահայում հավաքվել էր շուրջ 44 երկրի առաջնորդ։ Երկրորդը Մոլդովայի Բուլբոակայում էր, խորհրդարանական ընտրությունից 4 ամիս առաջ։ Եվրոպական քաղաքական համայնքը 7 անգամ է հավաքվել տարբեր երկրներում՝ Իսպանիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, Ալբանիայում, վերջինը Դանիայի Կոպենհագենում էր։ Գագաթնաժողովների մշտական մասնակից էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչ է տալու 8-րդ գագաթնաժողովը Հայաստանին։ Ես չգիտեմ, թե ինչ կտա Հայաստանին, բայց ինչ կտա իշխող էլիտային, դա հասկանալի է։ Սա ինչ-որ իրադարձություն է նախընտրական համատեքստում Հայաստանում։ Եվրոպա կամ եվրոպական բառը այստեղ նշանակում է լավ։ Եվրոպական որակ, եվրոպական ավտոմեքենա, եվրոպական կենսամակարդակ, եվրոպական ժողովրդավարություն։ Այս ամենը ընկալվում է որպես լավ բան։ Հատկապես 2020 եւ 2023 թվականներից հետո, երբ փլուզվեց այն մտավոր կառուցվածքը, որը կար Հայաստանում, այն, որ Ռուսաստանը ապահովում է մեր անվտանգությունը, Եվրոպան ինչ-որ հսկայական իմաստ ստացավ։ Սա չի նշանակում, որ ինչ-որ բաներից մեկը ճիշտ է, մյուսը սխալ։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ կա այսպիսի սոցիալական կոնստրուկտ, եւ քաղաքական ուժերը չեն կարող չօգտվել դրանից։ Նրանք օգտագործում են այն, եւ սա կաշխատի ընտրությունների վրա ներկայիս իշխանության համար, որը կպնդի, որ եվրոպականացումը մեր ճանապարհն է։
Եվրամիության առաջնորդների, այդ թվում Էմանուել Մակրոնի, Շարլ Միշելի եւ Ժոզեփ Բորելի գնահատականներով եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները ոչ ֆորմալ քաղաքական երկխոսության հարթակ են, որտեղ կարևոր քննարկումները հաճախ ընթանում են նաեւ երկկողմ ձևաչափերում։ Գագաթնաժողովի շրջանակում սովորաբար պարտադիր իրավական պայմանագրեր չեն ստորագրվում։ Այս գագաթնաժողովը բարձր են գնահատում Հայաստանի արտգործնախարարությունը, կառավարությունը։ Բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահի։ Արման Աբովյանի խոսքով Եվրոպայի քաղաքական համայնքին Երևանում հավաքելը մեկ հիմնական ուղերձ ունի։ Նրանք այդպիսով աջակցում են վարչապետ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններին։ Գոյություն չունի իրականում ոչ մի եվրոպական ստանդարտ, գոյություն ունի Եվրոպայի հետաքրքրությունները եւ Եվրոպան խորապես թքած ունի թե Հայաստանի, թե մեր վրա։ Եվրոպան թքած չունի, օրինակ, որ գազը մատակարարվի Ադրբեջանից Զանգեզուրի միջանցքով, այլ կերպ ասած Թրիփով դեպի Եվրոպա։ Այդ դրա վրա ինքը թքած չունի։ Եվրոպան օրինակ թքած ունի այն կտանքներին, որոնց ենթարկվում էին 9 ամիս շարունակ արցախցիներ, որ սովամահ էին անում, մի հատ սանկցիա թեթև մտցրեցին Ադրբեջանի դեմ։ Երևանում գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Թուրքիան, ի տարբերություն Ուկրաինայի, գագաթնաժողովների մշտական մասնակից չէ։ Նրանք մասնակցում են ընտրովի, կախված քաղաքական իրավիճակից եւ օրակարգից։ Հաշված ժամեր անց Եվրոպան հավաքվելու է Երևանում, թե ինչ օրակարգով են գալու, ինչ հարցեր են քննարկելու, դեռ պարզ չէ։ Մեզ դեռ հայտնի չէ նաեւ մենք կարողանալու ենք ազատորեն լուսաբանել հանդիպումներն ու արարողությունները, թե ոչ։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Ինչպես հասկացաք, Երևան այցելելու հրավեր ունի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սակայն նրա հնարավոր այցը մտահոգություններ է առաջացրել քաղաքագետների շրջանում։ Մասնագետների խոսքով նման այցը, եթե տեղի ունենա բազմակողմ հարթակի շրջանակում, կարող է ազդեցություն ունենալ միաժամանակ մի քանի ուղղություններով՝ քաղաքական, անվտանգային եւ նաև տնտեսական։ Զելենսկիի հնարավոր այցի շուրջ վերլուծությունները Սեդա Կյուրեղյանի ռեպորտաժում։ Զելենսկիին սպասում ենք Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում բացառված չէ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան։ Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահի։ Զելենսկին սովորաբար հայտնվում է այնտեղ, որտեղ հակառուսական տրամադրություններ են շրջանառվում։ Հայաստան այցի դեպքում այդ հարթակը կլինի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ուկրաինայի այս ակտիվությունը ըստ փորձագետների միայն դիվանագիտության մասին չէ։ Եթե Զելենսկին որոշի գալ Հայաստան, սա նաև կլինի Ռուսաստանին ուղերձ, որ Ռուսաստանը այլևս չի տիրապետում իր նախկին, ասենք, ազդեցության գոտիներին եւ որ Զելենսկին այլ գոտիների ցանկալի առանց է։ Որքան էլ տարօրինակ թվա, Զելենսկիի հնարավոր այցից մեծապես Նիկոլ Փաշինյանն է տուժելու, պնդում է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։ Վտանգը մեծ է, որ Զելենսկին Հայաստանում կդառնա գլխավոր դերակատարը։ Նա իր պատերազմով ու իր կերպարով Եվրոպայի համար ավելի հետաքրքիր օբյեկտ է լինելու, ում շուրջ էլ պտտվելու է գագաթնաժողովը, բայց սա միակ վտանգը չէ։ Զելենսկին Երևանում նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։ Զելենսկին Երևանում նշանակում է իր հայտարարություններով անթակույց գրգռվածություն առաջացնել մեզ հարևան առնվազն 3 պետությունների մոտ՝ Իրան, Վրաստան, նույնիսկ Թուրքիա։ Այստեղ հատկապես ուշագրավ է Վրաստանի գործոնը։ Թբիլիսին չի ողջունում Զելենսկիի քաղաքականությունը, նաև փորձում է բալանս պահպանել տարածաշրջանային ազդեցության կենտրոնների Ռուսաստանի ու Եվրոպայի միջև։ Զելենսկիի այցը Հայաստան կարող է նվազեցնել այդ բալանսի հնարավորությունները։ Բացական իրավիճակում կարող է ունենալ նաև հաշվի առնելով, որ Ուկրաինայի եւ Վրաստանի միջև հարաբերությունները գնալով ավելի են սրվում։ Եվ այդ առումով Վրաստանը բացական դիտարկի այցը։ Պնդումը, թե Հայաստանը մայիսյան գագաթնաժողովի օրերին կդառնա հակառուսականության էպիկենտրոն, միանշանակ իր գինն է ունենալու, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դաշտում, պնդում են զրուցակիցներս։ Որտեղ Զելենսկին տանում են, դա ապտակա Ռուսաստանի քաղաքական առումով։ Այդ ապտակ ուզում են Հայաստանում հասցնել, որ Հայաստանին Ադրբեջանի հետ փոքր ավելի խորացնել պատհարաբերությունները
հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռիսկերն առաջին հերթին տնտեսական են լինելու, մանր ճնշումներ, Լարսի հետ կապված խնդիրներ, ապրանքների սահմանափակում, որոնց ականատես եղանք նաև այսօր։ Հերթական 1.1 միլիոն շիշ ջերմուկի վաճառքը կասեցվեց Ռուսաստանում, բայց եվրոպական համայնքին Հայաստանի կրած տնտեսական վնասը մեծ հաշվով չի հետաքրքրում, ասում է Դանիելյանը։ Վերլուծաբանների մի մասն էլ կարծում է Մոսկվան այս փուլում կտրուկ քայլերի չի գնա։ Ռուսաստանից առանձնակ այսպես ասենք, ակազդեցություն դժվար թե կարելի է սպասել, հատկապես որ Ռուսաստանի համար թե միջոցառման փաստը Հայաստանի իշխանությունների վարքագիծը բացարձակապես նորություն չեն եւ Ռուսաստանում կարծում եմ պատրաստվում են ոչ թե կարճաժամկետ ռեակտիվ արձագանքների, այլ երկարաժամկետ ռազմավարություն են փորձելու մշակել Հայաստանի հետ հարաբերությունները։ Այդուհանդերձ, նույնիսկ առանց կտրուկ արձագանքի այցը կարող է փոխել տարածաշրջանային հավասարակշռությունը։ Առաջանում է մի հարց. արդյոք Զելենսկիի այցի ֆոնին Հայաստանը չի դառնա քաղաքական փորձարկման գոտի մեծ խաղացողների հակասությունների կենտրոնում։ Սետա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ քաղաքապետարանը հրապարակել է, թե մայիսի 2-ից 5-ը որ փողոցներում է երթևեկությունը սահմանափակվելու։ Հիմնականում փակ է լինելու Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը, Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը, Սայաթ Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից եւ Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արշակունյաց պողոտա Խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան, Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը, բարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։ Այդ օրերի երթևեկության սահմանափակումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում։ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է, որ դադարեցնում է հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ եւ այսուհետ չի մասնակցի ԵՄ Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի աշխատանքներին։ Պաշտոնական Բաքուն այս քայլը հիմնավորում է Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեությամբ։ Մինչ որոշման ընդունումը Ադրբեջանում Եվրամիության դեսպանին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով։ Բաքուն դատապարտել է բանաձևը, նշելով, որ այն պարունակում է անհիմն ու կողմնակալ դրույթներ։ Ամեն ինչ սկսվեց նախորդին, երբ Եվրոխորհրդարանը 476 կողմ, 47 դեմ եւ 48 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայաստանի ժողովրդավարությանը սատարող բանաձևը։ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը հանգմգնում է նաև Հայաստանի ներքաղաքական օրակարգի հետ, հատկապես ընտրությունների նախաշեմին։ Դոլչե Վելեի փոխանցմամբ ԵՄ-ն կոչ է անում Երևանին ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ, կանխել ընտրակաշառքը եւ պայքարել ապատեղեկության դեմ։ Պարբերականը գրում է, որ Եվրոպական խորհրդարանը ցանկանում է, այսպես ասած, պաշտպանել Հայաստանում կայանալիք ընտրությունները ռուսական ազդեցությունից։ Ըստ ընդունված բանաձևի, հայերի կամքի ազատ արտահայտման հիմնական սպառնալիքներից մեկը Ռուսաստանի կողմից արտաքին տեղեկատվական միջամտությունն ու մանիպուլյացիան է, որն այդ նպատակով օգտագործում է կիբերհարձակումներ, անօրինական քաղաքական ֆինանսավորում եւ օլիգարխիկ ցանցեր։ Այս սպառնալիքները կառուցվածքային եւ երկարաժամկետ բնույթ ունեն եւ պահանջում են շարունակական ջանքեր, ուժեղացնելու Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունն ընտրություններից հետո։ Հատուկ մարտահրավեր, որին հավանաբար կբախվի Հայաստանի իշխանությունը, նշանակալի ռուսական համայնքի առկայությունն է Հայաստանում, այդ թվում երկքաղաքացիություն ունեցող անձինք։ Քանի որ Բրյուսելի եւ Երևանի հարաբերությունները մտել են նոր փուլ, որը բնութագրվում է քաղաքական ներգրավվածության ավելի բարձր մակարդակով եւ անվտանգության ոլորտում գործակցության ընդլայնմամբ, Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին եւ անդամ պետություններին խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության եւ դատական բարեփոխումների ոլորտներում։
Այս քայլը դրական է գնահատել Հույդա Հայդատի Եվրոպայի գրասենյակը, ընդգծելով, որ փաստաթուղթը կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության, նաև Արցախի ու հայ գերիների հարցով արդարության պահանջների տեսանկյունից։ Բանաձևը ծառայում է որպես համապարփակ ճանապարհային քարտեզ ԵՄ Հայաստան գործունեության համար, ընդգրկելով նոր ռազմավարական օրակարգի իրականացումը, դիմակայունության եւ աճի ծրագիրը, Հայաստանի պաշտոնական ձգտումը դեպի ԵՄ անդամակցություն։ Բանաձևն անդրադառնում է արդարության եւ անվտանգության այն առանցքային դրույթներին, որոնք էական են տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Մինչ պաշտոնական հռետորաբանությունը կենտրոնացած է տարածաշրջանում կայունության եւ համագործակցության հեռանկարների վրա, փաստացի դաշտում նկատվում են հակասական զարգացումներ։ Մասնավորապես վերջին շրջանում ակտիվացել են ահազանգերը այն մասին, որ ադրբեջանական կողմը շարունակում է ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Հատկանշական է, որ այս թեմայի շուրջ իշխող ուժի մեկնաբանությունը գրեթե նույնն է։ Ադրբեջանը իր ինքնիշխան տարածքում անում է այն, ինչ ուզում է։ Թեմայի շուրջ քննարկումների կուլմինացիան եղավ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Արցախի եկեղեցիների հարցին, այն համեմատելով Արցվաշենի մզկիթների հետ։ Ինչու է մշակութային ժառանգության եւ սահմանային թեմաների շուրջ խոսույթը դարձել քաղաքական քննարկման կենտրոն եւ ինչ հետևանքներ կարող է այն ունենալ Սեդա Կյուրեղյանի ռեպորտաժում։ Մենք վերակառուցում էինք նրանց մզկիթները, նրանք քանդում են մեր եկեղեցիները։ Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Խաղաղության ճանապարհով գնացող իշխանությունը պարզվում է դիմում է Ադրբեջանին ու Բաքվից հնչող պատասխանները լավ գիտի։ Ասացինք ինչու է քանդում մեր ժառանգությունը։ Հետո պատասխանում։ Պատասխանում են, ասում են լավ են անում։ Դե կներեք։ Ինչ։ Դա չեղավ խաղաղություն։ Չէ, դա եղավ խաղաղություն։ Փորձագիտական հանրությունը խիստ մտահոգություն է հայտնում։ Իշխող ուժի կողմից հնչող այս խոսույթով Ադրբեջանին փաստացի լեգիտիմություն է տրվում ոչնչացնելու հայկական մշակութային արժեքները։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը վառում է կանաչ լույս Իլհամ Ալիևի առաջ քանդել ամեն ինչ կկամենա։ Մեծ հաշվով սա ցավոք սրտի նորություն չէ, այսինքն պաշտոնական Երևանը նոր չէ, որ հրաժարվել է Արցախում հայկական հետքի որևէ նմուշ պաշտպանելուց։ Եվ այս իմաստով քննարկել Երևանի մոտեցումը Ստեփանակերտի մայր տաճարի վերաբերյալ, դրա ավիրման, դրա հանդեպ ադրբեջանական պետական վանդալիզմի վերաբերյալ, ես կարծում եմ նույնիսկ ավելորդ։ Արցվաշենի հիշատակումը պատահական չեն համարում զրուցակիցներս։ Արցվաշենի վերադարձի մասին խոսելը, այն էլ աղվերանում սահմանազատման շուրջ քննարկումից մեկ օր անց ակնհայտ ակնարկ է, որի մասին շատ անկեղծ գրում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները։ Որոնց թվում էր նաև քննարկումները կապված Հայաստանին, եթե չեմ սխալվում, գյուղերի հետ։ Այդ մարդը եկել է Հայաստանից նոր գյուղեր ստանալ, եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցվաշենի մասին, ինքը բովանդակս փորձում է հասարակությանը կրկին այս մանիպուլյացիաների ձևով համոզել, որ դե տեսեք, էսի հանձնում ենք, բայց փոխարենը գյուղ ենք, բայց այս գյուղերը հանձնում ենք, բայց փոխարենը մենք Արցվաշեն ենք։ Էս էր։ Այս ֆոնին Արցվաշենի մասին խոսելը դիտարկվում է ոչ թե մեկուսացված հայտարարություն, այլ ավելի լայն գործընթացի մաս, կապված սահմանների վերաձևման եւ տարածքային քննարկումների հետ։ Միևնույն ժամանակ փորձագետները ուշադրություն են հրավիրում նաև մեկ այլ վտանգի վրա։ Նման ձևակերպումները կարող են օգտագործվել նաև միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից։ Մաթևոսյանը հիշում է, ինչպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակ Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի համար մեջբերեց Նիկոլ Փաշինյանին։ Ասես դեր վարչապետն ասում, որ Արցախում էթնիկ զտում տեղի չունեցել, հիմա վաղը մյուս օր ինքը կարող է նաև ասել հետևյալը, հենա տեսեք դեր վարչապետն ասում այն մասին, որ դուք ունակեք մոսկիտներ ոչնչացնել։ Կրկին ասեմ, դե ինչի վրա ադրբեջանցիները միլիարդավոր դոլարներ էին ծախսում, Նիկոլ Փաշինյանը հիմա անվճար է։
Անվճար թե վճարովի իշխանափոխությունից հետո քաղաքական հերձումը ցույց կտա, ասում է Մաթևոսյանը։ Այսպիսով Արցախաշենի շուրջ Փաշինյանի առաջ քաշած այս խոսույթը դուրս է գալիս մեկ կոնկրետ օրինակի շրջանակից եւ դառնում ավելի լայն քաղաքական ու տեղեկատվական գործընթացի մաս, իր հնարավոր հետևանքներով, թե քաղաքական, թե մշակութային դաշտում։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Գնաճի ալիքը Հայաստանում շարունակում է հարվածել առաջին անհրաժեշտության ապրանքներին, մսից ու ձվից մինչև կաթնամթերք ու բանջարեղեն։ Եթե մեկ տարի առաջ X գումարով հնարավոր էր լցնել զամբյուղը, այսօր այդ նույն գումարը հաճախ չի բավականացնում անգամ զամբյուղի հատակը փակելու համար։ Ինչու է ապրանքների գինը աճում եւ ինչու պետությանը չի հաջողվում զսպել գնաճը, ռեպորտաժում։ Այսօր խանութ մտնելը շատերի համար արդեն հաշվարկի հարց է դարձել։ Ինչ վերցնել, որը թողնել եւ ինչպես տեղավորվել սահմանափակ գումարի մեջ։ Քաղաքացիները նշում են 5 կամ նույնիսկ 10,000 դրամով այսօր հաճախ հնարավոր չէ մեկ օրվա գնում կատարել։ Հայաստանում գնաճ նկատում եք։ Նկատում եմ։ Որ հիմնականում պարեն կամ ապրանքն է թանկացել։ Նու այն ինչ որ ես եմ օգտագործում համարյա ամեն ինչ։ Սնունդ, հա։ Դե սնունդ, հագուստ առանձնապես չեմ առնում։ Մնացած ինչ կա։ Գնաճ, այո, ամեն օր նկատում եմ խանութ գնալու, ամեն օր գնաճը տեսնում եմ։ Միայն սնունդ, թե այլ բան։ Ամեն ինչ։ Եվ հացը, եւ սնունդը, եւ այդ կաթնամթերքը, ամեն ինչը։ Վայ, միանշանակ իհարկե։ Ինչն է թանկացել։ Սիրելիս մենք ամեն ինչի կդիմանանք, մենակ թե մեր սարերին չկպնեն, մեր սյունիքին չկպնեն։ Մութ ու ցուրտ տարիներին էլ կդիմանանք, մենակ թե մեր այդ սրբություններին չկպնեն։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում 12 ամսյա գնաճը կազմում է 4.5%։ Սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում գները միջինում աճել են մոտ 4-ից 5%-ով, այսինքն նույն ապրանքը այսօր ավելի թանկ է, քան մեկ տարի առաջ։ Սակայն տնտեսագետների գնահատմամբ այդ թիվը ամբողջությամբ չի արտացոլում քաղաքացիների իրական ծախսերը։ Գնաճը 4.5% հետ մենք դիտարկում ենք, մենք պետք է հասկանանք, որ այդտեղ մի խումբ ապրանքներ են, որոնց մի մասը ըստ էության ցավոք մեր հանրապետության քաղաքացիների կողմից կարելի ասել կամ չի օգտագործվում, կամ շատ քիչ է օգտագործվում։ Դրա համար ընդհանուր գնաճը մի բան է, բայց ապրանքախմբերը, առանձին ապրանքախմբերը, որոնց հետ ամենօրյա առերեսում ունի եւ ամենօրյա գնում ունի սպառողը, այլ հարթության վրա է։ Պիպոյանի խոսքով գնաճի զսպման գործիքակազմը սահմանափակ է։ Ընդհանուր առմամբ գործում են մի քանի մեխանիզմներ՝ խոշոր ընկերությունների նկատմամբ վերահսկողություն, փոքր բիզնեսի համար ազատ շուկայական պայմաններ, նաև միջազգային շուկաներում գների տատանումներ, որոնք ուղղակի ազդեցություն են ունենում ներքին շուկայի վրա։ Մենք ամեն անգամ ըստ էության որպես փաստ արձանագրում ենք հերթական գնաճը եւ անցնում ենք առաջ։ Տարբեր ապրանքների գնային փոփոխությունները ըստ տնտեսագետի միանշանակ չեն։ Չկա որևէ դինամիկա, որով կարելի է հստակ ասել, թե ինչն է միանշանակ թանկանում։ Բայց օրինակ քաղաքացիները շատ արագ տեսան, թե ինչպես միանգամից արագ թանկացավ տավարի միսը։ Հայաստանում գնաճ նկատում եք։ Բավարար չենք նկատում։ Ինչն է հատկապես թանկացել։ Միսը, սա ոսկորը 4000 դրամից ավել է։ 5000 դրամ է ոսկորը միսը։ Ամեն ինչն է թանկացել։ Ամեն ինչն է։ Ծվից բռնած։ Ամեն ինչը թանկ է։ Բանջարեղենից բռնցրած, մթերային խանութները, կաթմածունը, բոլորը թանկ։ Ոչ մի հատ էժան բան չկա, գոնե մեկը մտնի մի խանութ, ստուգի տենա գնաճը որն է։ Թոշակի եւ աշխատավարձի բարձրացման ազդեցության մասին խոսելիս Պիպոյանը նշում է, որ խնդիրը ոչ թե բարձրացումներն են, այլ դրանց հարաբերակցությունը գնաճին։ Մենք պայմանական ամսական կտրվածքով աշխատում ենք, օրինակ 100,000 դրամ եւ մեր ծախսը 100,000 դրամ է։ Հետո եթե մենք ունենում ենք 4.5% գնաճ, մենք նույն ապրանքները առնելու համար պետք է ունենանք 104,500 դրամ։ Եթե մեր եկամուտը այս ընթացքում դառնա 105,000, գնաճը մեր համար սարսափելի չի լինի։ Ինչի, որովհետեւ մենք հենց 500 դրամ էլ ավել գումար կունենանք, որ կարողանանք կոպիտ ասած մեկ հատ կոնֆետ գնենք ավել։ Դրան հակառակ, եթե մեր եկամուտները 104,500 դրամից 500 դրամ պակաս լինեն, դառնան 104,000 դրամ, մենք այլևս չենք կարողանա ձեռք բերել այնքան ապրանք, ինչքան ապրանք կարողանում էինք ձեռք բերել մինչև դա։
Պիպոյանի խոսքով 1-2% գնաճը տնտեսության համար սովորական եւ նույնիսկ բնական երևույթ է, որը որոշակի իմաստով համարվում է տնտեսության զարգացման բաղադրիչ։ Նրա խոսքով աշխարհում ընդհանրապես առանց գնաճի զարգացող տնտեսություն գրեթե չի լինում։ Սակայն խնդիրն այն է, որ գնաճը պետք է ուղեկցվի եկամուտների ավելի արագ աճով։ Այսինքն, եթե գները բարձրանում են մոտ 2%-ով, ապա մարդկանց եկամուտները պետք է աճեն ավելի բարձր տեմպերով, օրինակ 5%-ով, որպեսզի կյանքի մակարդակը բարելավվի։ Մինչդեռ ըստ նրա Հայաստանում եկամուտների աճը հաճախ հետ է մնում գնաճից, ինչի արդյունքում գների բարձրացումը ավելի ծանր է զգացվում։ Հիմա երբ որ մենք քննարկում ենք թոշակների 10,000 դրամը, թոշակների 10,000 դրամը մասնակիորեն այս խնդիրը լուծում է։ Ամբողջաբար լուծում է, թե չի լուծում, ոչ չի լուծում։ Որքանը լուծումը ասեն, որ նվազագույն պարոնային զամբյուղը փակում է, չի փակում։ Ավելի կտրուկ փոփոխություններ են նկատվում արդյունաբերության ոլորտում։ Աճը նվազել է 23.8%-ից մինչև 7%, ինչը վկայում է արտադրության ընդլայնման զգալի դանդաղման մասին։ Արտահանման դեպքում պատկերն ավելի կտրուկ է փոխվել։ Նախկինում արձանագրված 40.5% աճը փոխարինվել է 12.6%-ի անկմամբ։ Այսինքն արտահանման ծավալները ոչ թե աճում են, այլ նվազում։ Մյուս կողմից կառավարությունը փորձում է շուկան կարգավորել հիմնականում ներմուծման ու հարկային արտոնությունների միջոցով։ Վերջին որոշմամբ նախատեսվում է Հնդկաստանից ներմուծել Գոմեշի մսի խոշոր խմբաքանակ առանց մաքսատուրքի։ Կառավարության որոշմամբ գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությանը տրամադրվել է շուրջ 270 միլիոն դրամի հարկային արտոնություն։ Ինչու է նման ծավալի աջակցություն տրվել մեկ ընկերության եւ ինչ ազդեցություն կարող է դա ունենալ շուկայում, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Գոմեշի մսի նոր խմբաքանակ է գալու Հնդկաստանից, շուրջ 315,000 կիլոգրամ, եւ որ ամենակարևորն է, առանց ներկրվող մսամթերքի համար վճարվող մաքսատուրքի։ Կառավարությունը բավարարել է գործարար Սամվել Ալեքսանյանի խնդրանքը եւ արտոնություն տվել շուրջ 270 միլիոն դրամ մաքսատուրքից ազատվելու համար, ինչով է պայմանավորված նման խոշոր աջակցությունը։ Առանց տնտեսվարողներին տրվող ցանկացած արտոնություն, դա կոռուպցիայի որոշակի դրսևորում է, իր մեջ կոռուպցիայի բաղադրիչներ պարունակում։ Էլ չենք ասում, որ այդ հայտնի անձնավորությունը, որը որ բոլոր կառավարությունների ժամանակ բոլորի եւ աջակիցն է եղել, եւ հովանավորն է եղել, եւ հովանավորյալն է եղել, առավելապես այս անձնավորության հետ կապված ցանկացած նման արտոնությունները պետք է դիտվեն որպես կոռուպցիոն որոշակի դրսևորում։ Ալեքսանյանի Meat-Food ՍՊ-ն հայտարարել է շուրջ 1.6 միլիարդ դրամի ներդրման մասին ներմուծվող հումքը մսամթերքի արտադրության մեջ օգտագործելու նպատակով։ Տնտեսագետ Հրեր Կամենդատյանի դիտարկմամբ հիմնական խնդիրն այն է, որ տվյալ արտոնությունը չի տրվել ոլորտային, այլ ինչ-որ մի ձեռնարկության։ Բացի այդ, ինովացիոն ոչինչ չի պարունակում այս արտադրությունը։ Ավելին, վերջերս իջել է իր դիրքերը շուկայում։ Հիմա ձեռնարկությունը ձեռքի դանակներով մսամթերքի վերամշակման աշխատանք է կատարելու, իմաստը որն է, որ դրանց տան, այսպես ասած, արտոնություններ։ Ինչ ինովացիոն, առաջընթաց, ինչ տեխնոլոգիաներ, ինչ ոչինչ չկա այդտեղ։ Ծրագրի շրջանակում ընկերությունն արդեն 135 աշխատատեղ ունի, իսկ մինչև 2027 թվականը նախատեսում է թիվը հասցնել 155-ի, միաժամանակ միջին աշխատավարձը բարձրացնելով 264,000-ից մինչև 315,000 դրամ։ Իսկ արդյոք մենաշնորհ չի ստեղծվում շուկայում պետական մակարդակով որևէ խոշոր ընկերության շահերի բավարարմամբ։ Հրայր Կամենդատյանը կարծում է, որ մրցակից ռուսական եւ ուկրաինական ընկերությունները չեզոքացնում են մենաշնորհի առաջացման վտանգը։ Ձյունիկ Աղաջանյանն այլ կերպ է մեկնաբանում։ Աննշանակորեն դա մենաշնորհային դիրքեր է ապահովում, հատկապես նաև բացի նրանից, որ ներկրող մսամթերք ներկրող ընկերությունների համար անհավասար մրցակցության պայմաններ է ստեղծում, դա նաև էականորեն հարվածում է տեր արտադրողներին եւ մեր տնտեսական պարենային անվտանգության խնդիրները ել ավելի է խոցելի դարձնում։ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը կարծում է, որ արտոնության տրամադրումը կապ ունի Մուստաֆաևի այցի հետ։ Ըստ նրա, կոպիտ ասած, սա հենց այն կաշառքն է, որը տրվել է Սամվել Ալեքսանյանին Ադրբեջանի հետ տնտեսական գործարքներ իրականացնելու համար։ Իրենք փաստացիորեն փորձում են խրախուսել այդ գործարարներին, մենք դեռ երևի կիմանանք մյուս գործարարի հետ կապված
արտոնությունների ձևն ու չափը, իրենք փորձում են ուրեմն խրախուսել այդ գործարարներին, որպեսզի նրանք շարունակեն Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանով ինչ որ գործարքներ կատարել։ Մեր տեսախցիկները ֆիքսել էին, որ Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումից հեռացող մեքենաների թվում էր նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող մեքենան։ Հենց հաջորդ օրը կառավարությունը արտոնություն տրամադրեց Ալեքսանյանին։ Գոմեշի մսի ներկրումը միշտ էլ կապված է եղել բազմաթիվ սկանդալների հետ։ Տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց Տավարի մսի փոխարեն բանակին մատակարարվող Գոմեշի միսը, այն էլ սատկած Գոմեշի։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նշում է, որ սա բոլորովին էլ անվտանգ ոլորտ չէ։ Հայկական Գոմեշի այդ մսի հետ կապված առասպելներ են պատտվում, որ 50-ական թվականներին նույնիսկ ընդհանրենք բաներ են եղել։ Առանձին այդ պարտիաներ, խմբականակներ են եղել, ու կոնկրետ ոճը ձեռնարկություն, բայց Հայաստան ժամանակին այդ կարգի մսամթերք են ներկրվել։ Չմոռանանք, որ մսի ներմուծման ոլորտում Ալեքսանյանի անունը նոր չէ։ Տարիներ շարունակ առաջատար դիրքերում են գտնվել նրա հետ կապվող Alex Greek եւ Samser Group ընկերությունները, որոնք հատկապես հայտնի են Հնդկաստանից Գոմեշի մսի ներմուծմամբ։ Alex Greek ընկերությունը դեռևս 2008-ից 2009 թվականներին շուկայի գլխավոր ներկրողներից ու խոշոր հարկատուներից էր։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Միևնույն ժամանակ խնդիրներ են առաջացել նաև ներմուծման և մատակարարման շղթաներում։ Վալբերիս ընկերությունը հայտարարել է, որ Ռուսաստանում մակցային ձևակերպման նոր կանոնների պատճառով որոշ ապրանքների համար կիրառվել են լրացուցիչ պահանջներ։ Ընկերության փոխանցմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, քննարկումներ են ընթանում հայ վաճառողների հետ և փորձում են գտնել լուծումներ մատակարարման գործընթացը չխաթարելու համար։ Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր։ Ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։ Միաժամանակ Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։ Իսկ ինչպես են տեղի ունեցածը մեկնաբանում ձեռնարկատերերը, լսենք։ Մեկ ամիս կլինի շուտով, ինչ պատվերները չեն հասնում արդեն Ռուսաստանի պատվիրատուներին, այսինքն ճանապարհին են մնացել, ինչի արդյունքում պատվիրատուները հրաժարվում են այդ պատվերներից, իսկ երբ որ պատվիրատուները հրաժարվում են, կան լոգիստիկ ծախսեր, որոնք վճարում է վաճառողը։ Փաստաթղթերի հետ կապված, որ գրել եք, որ խնդիրներ են առաջացել, ինչ պարզաբանում որպես տալիս է ընկերությունը, ասեմ, որ բացարձակապես նման խնդիր չկա։ Կոնկրետ ես իմ անունից խոսեմ, իմ ապրանքների համար, որոնք դեռևս տեղ չեն հասել, ոչ մի փաստաթուղթ չի պահանջվել, այսինքն ես զանգ չեմ ստացել, ես հերնամակ չեմ ստացել, Վալբերիսում ես որևէ notification չեմ ստացել։ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում արդեն շուրջ 10 տարի է բնակիչները ապրում են կոյուղատարի վերածված գետի ափին։ Այն ինչ նախկինում եղել է եւ խմելու եւ ոռոգման ջրի աղբյուր, այսօր բնակիչների խոսքով դարձել է առողջական լուրջ վտանգի պատճառ։ Բնակիչները նշում են, որ իրավիճակը երկար տարիներ չի լուծվում, ինչը ոչ միայն կյանքի որակի, այլ նաև շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության վրա է ազդում։ Բնակիչների հետ խոսել է Սեդա Մակարյանը։ Այդ կոյուղին ուր է եթում, որտեղ է լցվում, այդ է որտեղ է լցվում, էս է վիճակը։ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում բնակիչներն արդեն 10 տարի է ապրում են կոյուղատարի վերածված գետի ափին։ Շատ տարիներ առաջ գետը բնակիչներին ծառայել է եւ խմելու եւ ոռոգման ջրի աղբյուր։ Հիմա այն հիվանդությունների բույն է, ասում են կոտայքցիները։ Մինչև 1953-4 թվերը մենք այդ ջուրն ենք խմելու համար օգտագործել, բոլոր բնակ խմեր ենք, խնութ են հարել, ամեն ինչ։ Դե դրանց հետո Կոտայք կանալը որ եկավ, այս ջուրը տարան արդեն Երևան, մեզի տվին կանալի ջուրը, շատ լավ էր, միջև սրանից մի 10-12 տարի առաջ։ Այս ջուրը կտրվեց ու
գնաց այն մի կողմի վրա, քանի որ գարեջրի գործարանի մոտից կիսվեր միշտ երկու մասի, բայց մասը միշտ եկե այս կողմի վրա։ Գյուղում չարլեզուներն ասում են, գետի հոսքը փոխել են, որովհետև մի քանի մետր հեռավորության վրա գես են կառուցում։ Կան կոյուղը ջուրն է, միայն կոյուղը ջրերն է։ Դիմել են եւ համայնքապետին եւ վարչապետին։ Վերջին անգամ ապրիլի 8-ին են հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Նա խոստացել է, հանձնարարելու է զբաղվել խնդրի լուծմամբ։ Մինչ մարդիկ սպասում են պետության լուծումներին, կյանքը դժոխք է թվում բնակիչների համար, հատկապես ամռան ամիսներին։ Շատ զզվելի հոտ, պատուհան բացել չի լինում, դուրսը նստել չի լինում, սարսափելի վիճակ, միջար պետքա լինի, թե չէ, պետքա ապրենք, թողենք գնանք, ուր գնանք։ Միշտ է այսպես եղել։ Միշտ չէ, այս վերջի տարիներն է այսպես եղել, այն ժամանակ մաքուր ջուր էր գալիս տեղով, գետին երևում էր դաժե։ Պատշգամբ դուրս գալ, զբոսնել բակում չեն կարողանում։ Երեխաներն էլ դրսում խաղալ չեն կարողանում։ Մարդիկ անգամ իրենց այգին չեն կարողանում մշակել, չունեն ոռոգման ջուր, հաճախ ստիպված, բայց գործածում են խմելու ջուրը։ Հեսա մի քիչ շոկերը որ տվեց, խոլերանից է դառնում։ Նախ ոռոգման ջուր չունենք, ամբողջը չորանում, մեր այգիները չեն կարող մշակենք, ստիպված երբեմն խմելու ջրով, որ ես չեմ ընդունում, թեկուզ հաշվիչով է, ինչ որ կապ չունի, հա։ Մեզ աղբը ինչա, մարդիկ աղբել են այստեղ թափ։ Էսի չէ, էսի հենա, բանը դրած անդեղ, շները, հաղպանությունը լավ է կազմակերպված։ Շները բերում են այնա ցրևեն տվես, ես դա մի քիչ չորանա ինքս կհավաքեմ։ Իսկ սա արդեն գյուղից մի քանի մետր հեռու գտնվող գետն է։ Բալահովիտի գետի հոսքը փոխելուց հետո դրա ջուրն այս գետով է հոսում դեպի Հրազդան գետ։ Մեզանից որտեղ հիմա կանգնած ենք, մի 700 մետր վերև գարեջրի գործարանի մոտից կիսվում էր։ Հիմա այն սցենարը որ լրիվ այս կողմի վրա է գալի այս ջուրը։ Այնտեղ ոչ մի գրամ ջուր այն կողմի վրա չի գալի տարվա ոչ մի սեզոնին։ Մի քանի օր առաջ սելավ էր, ստե այս ջուրը մի 5 պատիկ ավել էր, նույնիսկ հեղեղումներ այլ է այդ տարածքում, բայց մեր մոտ ոչ մի կաթիլ ջուր չի եկել։ Ջրային կոմիտեից ասել են, խնդրի հասցեատերն իրենք չեն, հորդորել են դիմել մարզպետին կամ համայնքապետին։ Կոմիտեն ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է որակում ու նշում է, աշխատանքներ են տարվում խնդրի ամբողջական կարգավորման ուղղությամբ։ Բալահովիտի հատվածում կոյուղատար համակարգն իսկապես գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում, սակայն պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Այդ աշխատանքները կատարվում են ամեն տարի եւ առաջիկայում եւս նախատեսվում են շարունակական մաքրման եւ կարգավորման միջոցառումներ։ Միևնույն ժամանակ կան հատվածներ, որտեղ տեխնիկայի մուտքը դժվար է, իսկ տեղ-տեղ անհնար բնակիչների ինքնակամ կառուցված շինությունների, ցանկապատերի, անասնագոմերի եւ այլ խոչընդոտների պատճառով, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում աշխատանքների իրականացման համար։ Մինչդեռ բնակիչների խոսքով մաքրման աշխատանքները բավական չեն, նախ դրանք 2-ից 3 տարին մեկ են իրականացվում, երկրորդ անհրաժեշտություն է կոյուղատար համակարգը, որը կպահպանի սանիտարական նորմերը։ Բալահովիտը Աբովյան խոշորացված համայնքի կազմում է։ Փորձեցինք պարզել ինչու եւ ինչպես է ստեղծվել այս վիճակն ու ինչպիսի լուծումներ են գտնվելու։ Համայնքապետարանից հորդորեցին կապ հաստատել իրենց հետ աշխատանքային օրը, մայիսի 5-ին։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կիջնեն։ Նավթի շուկան, որը վերջին շրջանում հասել էր 4 տարվա առավելագույնին, 1 բարելի համար ավելի քան $126, աստիճանաբար կայունացման նշաններ է ցույց տալիս։ Իսկ Իրանի նախագահը հայտարարել է, որ այնինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռազմական գործողության շարունակություն է այն երկրի դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության եւ անկախության գինը։ Իսկ Իսրայելը չի բացառում Իրանի դեմ նոր գործողությունները, նշելով, որ տարածաշրջանային անվտանգությունը դեռ կայուն չէ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Կհանդիպենք։